Հրապարակ թերթը գրում է, որոշ տեղեկություններով խաղաղության պայմանագրի տեքստում տեղ է գտել մոտավոր այնպիսի ձևակերպում, որ մեր երկրում չի կարող որևէ այլ պետության ռազմական ներկայություն առկա լինել, իսկ դա նշանակում է, որ միջպետական այդ պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանվի երկրից, թե ինչպես է դա տեղի ունենալու առայժմ հայտնի չէ, քանի որ 102-րդ ռուսական ռազմաբազան Գյումրիում հիմնադրվել է 95 թվականին միջպետական պայմանագրով։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության պայմանագիրն ի սկզբանե կնքվել էր 25 տարի ժամկետով։ Պայմանագրում այս կետի առկայությունը թերթի տեղեկություններով մեծ վրդովմունք է առաջացրել ռուսական իշխանությունների մոտ, ու նաև դրանով էր պայմանավորված մայիսի 9-ին Փաշինյանի անփառունակ ընդունելությունն ու Պուտինի ընդունելությանը չարժանանալը։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, ՔՊԱ-ականները իշխանական վերնախավից հրահանգ ունեն ակտիվ հանդիպումներ սկսել Երևանի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաև կազմակերպել առանձին հանդիպումներ Հայաստանի քաղաքացիների հետ։ Իշխանություններն արդեն հստակ տեղեկություններ ունեն, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում իրենք շատ լուրջ խնդիրներ են ունենալու Երևանում։ Ավականու ընտրությունները լակմուսի թուղթ է դարձել նրանց համար։ Քաղաքացիական պայմանագիրը Երևանում մերժված է։ Ու դա է պատճառը, որ իշխանական վերնախավը հանդիպումներ շարք է սկսել։ Գրում է թերթը։ Փաստ թերթի տեղեկություններով հատկապես վերջին 2 տարվա հարցումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ամենացածր վարկանիշն ու ամենաբարձր հակավարկանիշն ունի 18-ից 35 տարեկանների շրջանում։ Այսինքն երիտասարդությունը փաստացի մերժում է նրան։ Փոխարենը նրա կողմնակիցների մեջ գերակշռում են 60-ից բարձր տարիք ունեցողները, որոնք կազմում են Փաշինյանի 11-ից 12%-անոց վարկանիշի կեսից ավելին։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, 3 ՔՊԱ-ականները բուռն քննարկել են այն հարցը, արդյոք հաջորդ SMS ստացող ՔՊԱ-ականը Հայկ Սարգսյանն է լինելու, թե ոչ։ Թերթի տեղեկություններով քաղաքացիական պայմանագրի վարչության վերջին նիստի ժամանակ ՔՊԱ-ականները անխնա քննադատել էին Էջմիածնի արդեն նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին, որը նախորդ օրը հրաժարական տվեց, ինչպես նաև Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին։ Բոլորը միաբերան պնդել էին, որ Սարգսյանը շատ ընդդիմադիր է ու կարծես թե հասկացրել էին, որ կամ պետք է խաղաղվի, կամ պետք է մանդատը վայր դնի հեռանա։ Ու կարծես է Սարգսյանը չի նահանջում։ Բոլորի համար սպասողական վիճակ է, գուցե Փաշինյանի նյարդերը տեղի տան ու նրանից պահանջի մանդատից հրաժարվել։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Թագուհի Ստեփանյանը 2025 թվականի մայիսի 13-ին ազատվել է թիվ 4 պոլիկլինիկա Փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից։ Ստեփանյանը նոր պաշտոն է ստանալու։ Նա թերթի հետ զրույցում ասել է, որ աշխատանքի առաջարկ է ստացել եւ աշխատելու է Մուրացան հիվանդանոցային համալիրում որպես գլխավոր բժիշկ։ Գրում է թերթը։